Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան, Ողջույն։ Եթերում Սև եւ Սպիտակ ոդքասթն է։ Ոնց ենք։ Արի սկսենք այն տեսանյութից, որ դու ես տեսել, եթերից առաջ իրար հետ նայում։ Սալավյովի մասին է խոսքը։ Սալավյովը Իմիջայլոց շատ հետաքրքիր տեսանյութ է, ասում է բաներ, որոնք որ լավ չեն այնքան։ տղամարդը պետք է անպայման կռիվ գնա մեռնի։ Բացի Իրանից, իր տղուց, Եվրոպայում, այլ կերպ։ Հիմա խնդրենք Война вернула смысл моему поколению, которое в какой-то момент времени подумали, что Родины больше нет. Мужчина, стало ясно, что создан для войны. На войне проявляется все лучше. В этом нет радости, в этом есть осознание. Потому что за спиной страна, куда ты не должен. Դրանից ավել չարժե։ Նույն ոճով կարևորը շատ sense ինքը ուզված տղամարդը ստեղծված է պատերազմի համար։ Ուրիշ ոչ մի համար պիտանի չի։ Համարյա դաշնակցականների լոզունգն է հայը ստեղծվել է մաքարելու համար։ Բայց տես, այստեղ բացի այդ ուրիշ բան է ասում, մի շատ սարսափելի բան։ Նրանց ծափարողներ երևի կան այնուամենայնիվ Հայաստանից այդ թվում։ Հայաստանում էլ ասում է պատերազմը վերադարձրեց իմ սերնդակիցների կյանքի իմաստը։ Այսինքն 50-ից բարձր որոշակի ելուզակներ իրանց կյանքի իմաստը վերաիմաստավորում են իրենց կյանքը երիտասարդների կյանքի գնով։ Երիտասարդների մսացու սարքելով։ Այո, այն երիտասարդները որ նոր պիտի կյանք մտնեն, թող իրանք զոհվեն, որպեսզի մեր կյանքը sense վերաիմաստավորվի։ Սա հիվանդ երևակայության ասում։ Նույն բանն էլ Պուտինն էր ասում։ Ամեն դեպքում 3 ամսի 26-ներ։ Ինչ օր էր։ Դու տարեց մարդ, կյանքի փորձով, ինձանից էլի համեմատաբար։ Մի քանի վերնաշապիկ ավել մաշած։ Դեկտեմբերի 26։ Այո։ Ինչ օր էր։ Քանի որ խոսքը գնում է այս թեմաներից, ասեմ։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ի գիշերը Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայել Գորբաչովը հրաժարական տվեց ուղիղ եթերում։ Այդ գիշեր խորհրդային դրոշը իջավ Կրեմլի վրա։ Հաջորդ օրը ԽՍՀՄ պաշտոնապես լուծարվեց։ Դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց հռչակագիր, որով խորհրդային միությունը իրավաբանորեն դադարեց գոյություն ունենալուց։ Դեկտեմբերի 25-ը շատերի համար ընկալվում է որպես խորհրդային միության խորհրդանշական ավարտը, իսկ դեկտեմբերի 26-ը պաշտոնական իրավական կետը։ Ստե մի փոքր կազուս կա, որտեվ իրականում խորհրդային միությունը +6 Ռուսաստանի Ելցին Ուկրաինայի, եթե չեմ սխալվում, Կրավչուկ եւ Բելարուսի ղեկավարների Բելովեժյան Ուշայեր ինչեր այդտեղ ստորագրած փաստաթղթով։ Դրանից հետո հայտարարվեց, որ ԽՍՀՄ դատարել է գոյություն ունենալուց։ Всё, իրանք միջազգային բաց թողեցին, ասին տղերք ազատելի ճարը տեսեք։ Բայց իրանք չմտածեցին, որ տղերքը կարող է լուրջ ընդունեն այդ։ Ու լուրջ որ մտածեն, որ իրանք անկախ են։ Մտածեցին, առաջինը մտածեցին Բալթյան երկրները, շատ բարեհաջող լյուստրացիայով, ամեն ինչով, սա հարցերը լուծեցին, ԿԳԲ-ի արխիվները հանեցին, բոլոր գործակալների մեջտեղ բերեցին, մաքրեցին։ Բալթյան երկրները կարծես ոչ միայն սպասում էին այդ օրվան, այլ երևի մի բան էլ օգտվել որ այդ օրը շուտ գա, որովհետև իրենց պատկերացումներում մնացել է, որ իրենք օկուպացված են խորհրդային միությունից։ Ինչը չես ասի Կովկասյան կամ այլ ժողովուրդների համար։ Բայց ախր Գնել ջան, ամբողջ խնդիրն է նա, հա, որ մենք ավելի շուտ ու ավելի դաժան ձևով ենք օկուպացվել, քան Բալթյան երկրները։ Այո, նրա 40-ականներին մենք 20-ը։ Բալթյան երկրները օկուպացվեցին գերմանա-սովետական պակտի արդյունքում։ Ոսեն Գերմանիան, Սովետը իրար հետ համաձայնվեցին, դու ես վերցնում, ես եմ վերցնում, Սովետը եկավ առանց կռվի, առանց որոցը կրակոցի։ Կարմիր բանակը
Ինչ Բայց այ կրակոց։ Լեհաստանում լեզու չգտան արդեն, էլի ինչ որ։ Դե հա, Լեհաստանում հա։ Ու սկսվեց համաշխարհային պատերազմը ըստ էության։ Ավելի շուտ այդ Լեհաստանը կիսել է կոկորտների մնաց երկուսի հետ ու Այնտեղ կարծեմ ցեղասպանական դրսևորումներ էլ եղան։ Հա, բայց քանի որ դու նոյեմբերից խոսացիր, ուրեմն այսօր падգամավոր Հասմիկ Հակոբյանը մի տեսանյութ էր հրապարակել, շատ հետաքրքիր էր։ Նոյեմբերի 29-ի փողոց։ Այո, ես տեսել եմ այդ։ Այսինքն նոյեմբերի 29-ը Հայաստանի խորհրդայնացման օրն է, օկուպացիայի օրը, որը միշտ նշվել է մեր նախորդ ավակ սերունդների կողմից, դե սովետ էր, պետք է նշեին, այդ էր Հայաստանի պաշտոնական։ Համոզել էին, որ մենք թուրքերից փրկվանք։ Հա, պաշտոնական տոնը այդ էր, բայց ամբողջ խնդիրը այն է, ես հիմա այդ ուղղակի հաղորդումից առաջ նայեցի, բա հոկտեմբերյան ու բանը, նոյեմբերյանը։ Բայց եթե այդպես գնանք, մենք կարող ենք առհասարակ վերջին տարիներին մեկը ես շատ եմ դրա մասին խոսում ու շատ ուրախանում եմ, որ օրինակ Լենինգրադյանը փոխվեց Կրկորյանի անունով։ Այո։ Եվ ես արդեն սկսել եմ իմ լեքսիկոնում Կրկորյան փողոցը անընդհատ շեշտել, այսինքն եթե մեկին նկարագրում եմ ինչ-որ բան, ասում եմ Կրկորյանով գայելս, Տես ոնց սովորեցինք Մաշտոցը։ լեզվա մտածու, այո։ Ոնց սովորեցինք։ Բայց այ հենց Մաշտոցի պարագայում դրա մասին էլ բազմիցս բարձրաձայնել եմ, մի հատ էլ առիթից օգտվեմ։ Մաշտոցի պարագայում նրա այդ խաչվող փողոցը բանն է, Ամիրյանն է։ Ամիրյանը, ով բոլշևիկ է, Բոլշևիկյան գործիչ էր, ով շատ տասնյակ գործիչների, հայ գործիչների, հայազգի գործիչների աքսորման պատճառ նույնն էլ Կասյանը, նույնն էլ Խանջյանը կարելի Խանջյանը, ասել։ այո։ Ու Մաշտոցի պողոտայի հարմար շատ լավ կլներ մի ժամանակ այդպես կար, չէ՞, Վռամշապոյի փողոց վերանվանվեր, որովհետև ամեն դեպքում Մաշտոցը երբ որ գրերը ստեղծում էր, դա նաև պետության չենասավորնում պատճառներ կար։ Մաշտոցի փողոցը ավարտվում է կամ սկսվում է Մատենադարանում, այո, որտեղ ինչն է, մեր գրապահոսն է գլխավոր եւ Մաշտոցի արձանը։ Այդ իմաստով տրամաբանություն կար։ Այդ փողոցը Մաշտոց կոչելու։ Ես քեզ ուրիշ փողոցներ ասեմ, շատ ուժեղ է։ Ասեք, չգիտեմ, էլի մեր ժողովուրդը ինչով է մտածել կամ կարող է պատահի այդ պահին։ Չէ, կարող է ծխացեն եղել ինչ որ մի բան, չնայած այն թվերին, չգիտեմ, ծխարային թե չէ, դեղատան փողոց։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Չէ, բայց գիտես, ես այդպեսի անուններին մի քիչ կարելի ասել Լավ, կողմ եմ, ասեմ խի, որովհետև բնակիչները իրենց ապրելու վայրը ինչ որ կերպ ձևակերպում են, չէ՞։ Ու շատ լավ է, երբ որ դա վերածվում է դե որտեղ կանգարի անվանման, իմ ու քո բնակավայրը Սամալյոտի մոտ։ թող անունը մնա Բանգլադեշ, ոնց որ ժողովուրդը կոչում է։ Չէ, նայ, օրինակ մեր ներքևի կանգառը ասում էին ինքնաթիռի մոտ պահեք։ Այդ ինքնաթիռը 30 տարիա չկա։ Բայց մեկ ասում են ինքնաթիռի մոտ։ Նոր մարդ որ գալիս, ինքնաթիռը որն է, ասում են հենց էս այդ կանգառը։ Այսինքն եթե վաղը մյուս օր մեր հարգարժան քաղաքապետարանի աշխատողները այդտեղ նորմալ կանգառ սպասասրահ կառուցեն, որպեսզի ավտոբուսերի մեջ էլ լինեն կանգառները անվանումով, ավելի հեշտ կարելի է մեկին նկարագրել թե ուրա գալու, դա կարա մնա այնպիսի անվանումով, ինչ որ սովորա ժողովուրդը կամ Լողավազանի մոտ, դեղատան փողոց, այսինքն այդ փողոցը դու գիտես։ Տպագրիչների փողոց։ Այդ դեղատան փողոցը երկու դեղատուն կա։ Եթե տրամաբանությունը այնա, որ է դեղատանների պատճառով այդ փողոցի անունը կոչվում է դեղատան փողոց, ուտեն Փուրթուլի փողոց էլ կարա լինի, բայց օրինակ պետք է որ լինի։ Օրինակ ես վերջերս մեր հասարակական կազմակերպության գրասենյակ եկավ քաղաքացի, հավաքել էր ստորագրություններ, խնդրում էր աջակցենք իրենց, ես երևի կաջակցեմ իմ հասարակական կազմակերպության մասով, որպեսզի իրենց փողոցը վերանվանվի մեկ այլ անունով, անգամ առաջարկել ունեն իրենց թաղում նկարիչ կա շատ անվանի, որ կարելի է նրա անունով կոչել։ Փողոցի անունը գիտես ինչ է։ Ջամբուլի փողոց։ Հա, անցած անգամ։ Ուրեմն այս Ջամբուլն էլ ես նայեցի, ինչ որ ուզբեկ գրող է եղել։ Ամարտ ասեցի, հիմա որ sense ասենք Կասեն Ուզբեկստանում նոր ենք, էլի Մաշտոցի փողոց բացել, դուք եք մեր գրողի անունը փոխում, հա, Ջամբուլ։ Բայց ախր այդ Ջամբուլն էլ խորհրդային գրող է եղել ու շատ կասկածելի կենսագրությունով։
Շատ կասկածելի, որովհետև անգամ կան թեզեր, որ ինքը չի գրել, այլ գողացել է, գրագողությամբ զբաղվել, Ստալինին նվիրված ինչ-որ տես։ Պատկերացրա, մենք ունեցել ենք գրողներ, դե հիմա անունները չտամ, իմաստ չունի, բայց հայտնի գրողներ, տպագրված, բազմահատոր, որոնք գրել են իրանց գործընկերների վրա։ Հա, դանոշիկ են եղել։ Հա, որոնց գրածի պատճառով մարդիկ ակսորվել են կամ գնդակահարվել են։ Բայց այդ մարդիկ ու պատկերացա այդ ինչ որ մի տեղ, ինչ որ մի հանրապետություն նախկին խորհրդային, ասենք դրանց անունով փողոց լինի։ Ինչ շատ հավեսով կպել ենք այս թեմային։ Հա, բայց կներես, հələ ես ունեմ, ցուցակ ունեմ։ Բայց թեման չփոխես, այս թեման։ Հա, ծխախոտագործների փողոց։ Այո, բան մետաքսի կողմերն է։ Միչուրինի փողոց։ Այդ ցավը տանե Միչուրինը, причем тут, քանի որ Միչուրինա դրա համար ուսել եմ ասել, ուրեմն Վասիպում կա մի հատ փողոց, չգիտեմ ում անունով է, ազոր ներողություն, իսկապես չգիտեմ, բայց այնտեղի բնակչությանը նյարդայնացնում է, որ ինքը Ռ Քոչարյանի անվան փողոց է։ Բայց կապ չունի Ռոբերտ Քոչարյանի երևի, պարզապես իրաց էտա։ Դա նյարդը Քոչարյան։ Բա լավ, ֆիզկուլտուրնիկների փողոց։ Ինչ էլի ֆիզկուլտուրնիկների Կրիլով լավ, բասնյա գրել իր ռուսների համար, ոչ թե մեր համար, լավ, Պուշկին չի, Լերմոնտով չի, Կրիլով, Կրիլովյանով փողոց, ունենք, են բանի հետ լավ բռնում, Կրիվոյի հետ լավ բռնում։ Դու հիմա չես ուզում Երևանից դուրս գաս։ Համայնքներում հայտարարություն է, իսկապես էս առումով, ու ինձ թվում է, որ դա դիտավորությամբ պահված է։ Դե եթե մենք նայենք, որ արդեն 30 գրեթե 5 տարվա, ասենք դառնանք 35 տարվա անկախ պետություն, բայց մենք հենց այն լյուստրացիայի մասին օրենքը անգամ չենք ցանկանում ընդունել, եւ եթե մինչեւ հիմի երբ հրապարակվում է, որ քո կաթողիկոսի եղբայրը գործակալ է եղել եւ հիմա էլ շարունակում է ծառայել ու դա որևէ մեկի զարմանքը չի արուցում։ Ինչի համար ենք զարմանում Կրիլովի փողոցի վրա։ Ախր գիտես ինչ, մեր ժողովուրդը հին բաները պահելու մարմանջ ունի։ Դու հիմա որ գալիս ես այս մեր աշխատավայրը Free News-ի, այս ներքևի, այս կլոր տարածքին ինչ ես ասում։ Կալցևը։ Չէ, բայց Պլանի գլուխ։ Բայց ասենք Աբովյան պուրակ, Սիրուն, հնչեղ անունա, չէ, մեկա մեր ժողովուրդը գնում է ունենք այդ բնավորությունը։ Կամ ասենք ինչքան Շենգավիթ ասա, մի ասա, ես գնում եմ Չարբախ։ Ու մենակ Երևանում կարա, չէ, ասենք Գարեգին Նժդեի հրապարակում լինի լրիվ ուրիշ բաթոց։ Բայց բանա Գիտես, իմ կարծիքով մենք ավելի պահպանողական են տղամարդիկ։ Կանայք մի քիչ այդքան էլ ու կարելի է առաջիկայում պայմանավորվել մի քանի տարով թողել կանանց։ Այս անվանումները, այդ հին բաներից, հին բայց անպետք բաներից ազատվել։ Գետարի փողոց ունեն։ Ոնց են տուն հարցնել հարցնում չես հակնելու ես թե չէ։ Գետարի փողոց ունեն, գետարը չունեն։ Գետարը չկա։ Բռնե թաղել են գետարին, այդ ոնց որ հիշատակը լինի, եւ միանգամից ասենք գետարի հիշատակի փողոց։ Ինչ վատ կլինի։ Ու ամեն տարի ամյակ ավելացնենք։ Տարելից 10-ամյա տարելիցի փողոց։ Եվ ընդ որում ասենք ես, լիքը էկոլոգները ասում են, որ դա շատ ճակատագրական սխալ է, որ եթե Աստված մի արածը ուժեղ ջրհեղեղ լինի, ինքը չի կարա այդ նեղ բան արած, ցեմենտ, բիտոն արած այսպես տարածքով գնա։ Ու դուրս կգա։ Ոնց որ եղել է Երևանում 30-ական թվականներին, թե ինչ մեծ ջրեր։ Իմիջայլոց այս ագենտուրայի հետ կապված ես սպասում էի անկեղծ ասած Ռուսաստանի ռուսական կողմի արձագանքին, որովհետև ԿԳԲ-ի մասին էր եւ թե այստեղ ով ոնց էր վերլուծում, ասում եմ ես սպասում եմ ինչ կասի Ռուսաստանը կամ պիտի համաձայնեն կամ հերքեն։ Եվ ինչ ասեց։ Մի ամբողջ շաբաթ լռելուց հետո, հիմա գտնեմ, մի ամբողջ շաբաթ լռելուց հետո վերջապես Զախարովան խոսել է։ Ոչ ավել, ոչ պակաս Զախարովան։ Եվ գիտեք ինչ, նա ոչ թե պատասխանել է հարցին հանդիսանում արդյոք հիմա էլ գործակալ թե ոչ, այլ ասել է
Իսկ այդ ինչ ձևով են նրանք բան անում, էլի, բացում, բանա թե չէ։ Այսինքն դու Հա, մոլորացնելու ձևինն է, բայց միայն սրանով չբավարարվենք։ Զախարովան Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման եւ հեծի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Թույլ տվեք այս կարճ նյութը կարդամ։ ահա, Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր չէ, երեկ չէ, առաջին օրը դեկտեմբերի 25-ին չեպազույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանում ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի ազգայնացման շուրջ ստեղծված իրավիճակը։ Զախարովան նշել է, որ այդ հարցը կարելի է նաեւ ուղղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Չեք ուզում նույն հարցը տալ Կայա Կալասին, որն այժմ Հայաստանին սովորեցնում է ինչպես ապրել։ Ինչպես է նա վերաբերվում Սամվել Կարապետյանի կալանքին։ Ոչ, բայց կարծում եմ շատ տեղին կլինի այս թեմայի վերաբերյալ նրա կարծիքը լսելը։ Եթե նա գիտի Հայաստանը բարելավելու ձևերը, այդ հարցն էլ կմեկնաբանի։ Չէ, իրոք դուք որոշ տեղեկություններ ուղարկեք այն մասին, թե ով է Սամվել Կարապետյանը եւ որքան շատ բան է նա արել Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի եւ գործարար։ Թող նա փորձի պատասխանել այդ հարցին։ Իսկ ես անպայման կպատասխանեմ, ասել է Զախարովան, բայց ինչա պատասխանել չգիտենք։ Այսինքն մարդը ասում է մեր քաղաքացին է, որը նաեւ Հայաստանի քաղաքացի է, որը նաեւ Կիպրոսի քաղաքացի է, բայց այս ամեն ինչը մի կողմ, թող Կայա Կալասը դա պատասխան տա։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի մասով պատասխան տա։ Ես նախ Կայա Կալասը բանուկոր հա, էլի, ասենք մենք չենք տեսել դեռևս արևմտյան որևիցե միլիարդատեր ազգության փայ, ով լավություն կանի իր հայրենիքին կամ պետությանը, ու դες ասի դե հիմա ինձ ընտրեք, ես մտնում եմ քաղաքականություն։ Այսինքն չի օգտագործվել երբեք քաղաքական, օրինակ նույն Քրքորյանը երբեք չի քաղաքականացել։ Շարլ Անձնավուրը, Շերը, մյուսը, ինչքան բան արել են, չէ՞, մարդիկ։ Որևիցե մեկը, միայն Էրնեկյանը, հա, Էրնեկյանը, որևիցե մեկը չի արել, որպեսզի քաղաքական դիվիդենդ հավաքի կամ Հայաստանին տանի այդ ուղղությամբ։ Անգամ նրանք կոչ չեն արել, թե Հայաստանը լավ կլիներ արևմուտքի հետ վերադասավորել, հայ իրարաբերություն դեմոկրատական լիներ Հայաստանը։ Անգամ նման կոչով հանդես չեն եկել։ Նրանք իրենց պետությանը, հայրենիքին օգտակար են եղել, վերջ։ Հա, Բայց արի ուտես, որ ռուսաստանցի օլիգարխները կամ մեծահարուստները, հա, օլիգարխ բառը մի կողմ դնենք այս բառագայում, մեծահարուստները ինչ որ բան անում են, միայն նրա համար, որ հետո քաշեն դեպի ավելի ծանր վիճակում Ռուսաստանի ազդեցության այդ թեման նայի կատարյալ օրինակա հիբրիդային պատերազմի։ Նույն Մաշա Զախարովի, Զախարովի, Մաշա Զախարով, Մարիա Զախարով, շատ լավներ, որտեղ ինքը լավ Զախարով է, այդ իմաստով Զախարով։ Հա, իր այդ ելույթը իրականում մենք 2 րոպե դեռ ունենք։ Հա։ Իրականում հիբրիդային պատերազմի օրինակ է, Կայա Կալասի անուն տալով, խառնելով այս ամեն ինչի մեջ եւ այլն, բայց մենք օրենք ենք ընդունում, այսինքն կառավարությունը օրենքի նախագիծ, որը կոչվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Ինչ օրենք է։ Փայլուն։ Եթե դու Շողակաթը փակվում է հունվարի 1-ից, ավելի նոր բան է դա։ Չէ, շողակաթին չի վերաբերվում, որովհետեւ հեռուստատեսության չի վերաբերվում, վերաբերվում է բռնության կոչեր, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր, վերաբերվում է արտասահմանյան երկրների Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեդիա հնարավորություններով են, ում որ ցույց ենք տալիս մի քիչ առաջ։ Սալավյովի։ Բայց կարծում ես, որ դա արդյունավետ կաշխատի։ Կաշխատի։ Ես կներես, ես թերահավատորեն եմ մոտենում։ Ամենայն հարգանքով օրենքը բերողներին, նաև սրանով, ես գնահատականով կոչ անեմ, չեմ ուսումնասիրել,
անկեղծ լինենք, բայց մինչև ուսումնասիրելս մի անգամից ասեմ, մեխանիզմներն էլ է պետք է հասկանալ, իրավական առումով, որ պարագայում է կոչվելու կոչ, որ դեպքում է գնահատվելու այս ինչ խոսույթը որպես կոչ, որովհետև ես շատ լավ գիտեմ, մենք հայ ենք։ Մենք ոնց կարանք սենց բայց երբ որ հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկը ասում է ավտոբուսը վառենք կամ փողոցում մեխեր շախտանք, էս ի՞նչ է։ Բայց մենք 20 րոպեն արդեն միտքը ավարտենք գնանք դատարի։ Տես, ստեղծած նյուանս կա։ Մարդիկ այսօրվա դրությամբ կոնկրետ տերորիստ Նաիրի Հունանյանին, ես դեռ չեմ խոսում ես նորաթուխ տերորիստների մասին, հա, որովհետև դեռ դատական վճիռը ամբողջովին չկա, մի քիչ այնպես բան անենք։ Մարդիկ նստում ասում են, որ հոկտեմբերի 27-ը դա մի հատ հերոսական բան էր, իսկ նոր հոկտեմբերի 27-ը, այսինքն դրա կրկնությունը սրբության սրբոց։ Ստեղ առաջին հայացքից երկու կարծիք չկա, չէ, հասկանալու, որ մարդը կոչ է անում։ Ընդ որում ահաբեկչությունը հիշացնելով կամ աջակցում է նման պատկերացումներին։ Ահա, բայց իրավական ձևակերպման մեջ այս գործը եթե գնա դատարան, ոնց է հիմնավորվելու։ Մենք գիտենք, չէ, ովքեր են։ Դե ինձ թվում է օրենքների մեջ այդ հիմնավորումները, այդ օրենքի մեջ ինձ թվում է այդ փոփոխությունների մեջ կլինեն այդ հիմնավորումները։ Ամեն դեպքում մի բան հաստատ է նաև, որ անդառնալիության կետ կար մի հատ, որ ցավոք սրտի անցել ենք, այս դրա մասին պետք է շուտ մտածել։ Օրենքը վատ օրենք չի։ Առհասարակ մեր երկրում օրենքները վատը չեն։ Պարզապես պետքա մենք մի փոքր իրավահպատակ լինենք։ Այս պարագայում, երբ որ դա ներկայացվում է կառավարության կողմից եւ համապատասխան նախարարության կողմից, ինձ թվում է բավականին լուրջ մտածել են դրա մասին, բայց արի գնանք կարճ դատարկ շարունակենք, կարճ դատարկ մեր հետ։ Վերադառնանք։ Օրենքից էինք խոսում։ Այսինքն, օրինակ, մենք հիշում ենք Ազատ գյուղի են շատ ցավալի ողբերգական դեպքը զինվորների հետ կապված, որը հեռուստատեսություններ եղան, որոնք տեղադրեցին ոչ միայն տեսարանը, այլ նաև լսվում էր տակից գոռոցները։ Ու լավ, դեռ մինչև օրենքը չէ որ գոյություն ունի էթիկայի, չգիտեմ ինչ էր 1000 տակ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, գուցե բացի սա, նաև հավելյալ լծակներ տան հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որովհետեւ այդ հանձնաժողովը մի կողմից կարծես ուզում է արդյունավետ գործի, բայց մյուս կողմից լծակները չի բավարարում։ Հա, քանի անգամ ասել է Տիգրան Հակոբյանը։ Ուրեմն այս օրենքը գալիս է նաև հենց տան իրանց ու վերահսկողություններ թող իրականացնեն։ Ես կարամ օրինակը բերեմ, նախագծով առաջարկում է վերանայել եւ հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները, սահմանները, դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը, մասնավորապես օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելի, բռնություն եւ դաժանություն քարոզելու կամ նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։ Կետերով բանարած է, բայց էսի ընդհանրականն է, սա ես օրենք չեմ կարդում։ Ոնց որ միտքն ես դու ասում։ Հա, ոնց որ ինչի մասին է ինքը ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցում, լիքը բաներ կա։ Իսկ համացանցային տիրույթում, որովհետև շատ կայքեր, հեռուստատեսությունը այսօր երկրորդ, երրորդ պլան է մղվել, եւ հիմնականում համացանցային կայքերն են գործում, այդ կայքերի վերահսկողությունը ոնց է իրականացնում։ Ոնց է լուսաբանվում, որ կայքերն են առհասարակ արհեստական ստեղծած, որովհետև սունկի պես բուսնում են օրական, ամեն մեկը այսօր կարող կայք բացի իր համար, նստի ու տենց լուրեր էլի տարածի։ Ես կարծում եմ, որ այս օրենքը նաև այդ նպատակով է, որովհետև երկիրը իսկապես խայտարակ վիճակում է հիբրիդային պատերազմի դեմ հանդիման, խայտարակ, ասենք ռուսական կազմակերպությունները, իրանց համար Ռուսկի դոմ в России, Լազարևսկի կլուբ, ես չգիտեմ ինչ, մեր օնքնենց հավեսով գնում են, մասնակցում են, մեր փորձագետները, բաները նստում են, լուրջ ռուսների հետ ինչ-որ բաներ են քննարկում, այս ժողովուրդ, ում հետ է քննարկում։ Բայց իրենց դրա համար են։ Հա,
Ձեր բարեկամների կան հետ գործիչներ, մեր իրականության մեջ կան գործիչներ, որ եթե իրենց մոտից ռուսական նարատիվը կարողանաց ինչ-որ կերպ անես, տակը ոչ մի բան չի մնում, ոչ գործիչ ամնում, ոչ քաղաքական ամնում, ոչ խոսույթ ամնում։ Եվ ընդ որում իրանք փայլուն ռուսերեն են խոսում, շատ հաճույքով, շատ լավ, շատ ավելի լավ, քան իրենց մայրենի լեզուն։ Այո։ Անգամ կան փորձագետներ, շատ հարգում եմ ընդ որում ոմանց ես, որոնք ուղղակի չեն կարող հայերեն խոսալ։ Չեն կարողանում։ Իրենց մոտ ռուսերենն է։ Հա ոնց որ լեզուն է, հենց էլ մտածողությունն է։ Դա մշակույթն է հենց։ Հետաքրքիր թեմա մի հատ էլ։ ՀԱԿ-ը վերադառնում է։ Ով։ ՀԱԿ-ը, Հայ ազգային կոնգրեսը 26-ի ընտրությունների մասնակցելու են։ Լեոն գալիս է։ Բայց առաջի համար, նու բան կա ինֆորմացիա։ Հա, Լևոնն է։ Առաջի համարը Զուրաբյանը։ Հա, Զուրաբյանը։ Զուրաբյանը։ Այո։ Զուրաբյանը, ով առավոտից երեկո թերթով ատելություն էր սերմանում, քարոզում։ բայց ես դու հավատում ես, որ ստեղած երրորդ Գալստյանը չէ։ Այսինքն է ստացվում հաճի երրորդ գալիս։ Երրորդ ակամետ գալիս։ Բայց ստեղ մի հատ այսպեսի բան կա, էլի, ինչու հանկարծ որոշեցին հիմա ակտիվանան բոլոր պրոռուսական ուժերը, բնական է, ձեն փախցնելու հարցեր կան, հիբրիդային պատերազմի դեմը պետքա ծավալուն, իրենք էլ պիտի մեծացնեն իրենց բանակը, որ կարողանան այդ գործիքները շրջանցել ինչ-որ կերպ։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը պետք է ասեմ, որ սպառված են իրանք առհասարակ, բայց հանրությանը պետք է միշտ հիշեցնել, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դաշտում կար կոնսենսուս -1 պրոյեկտը։ Երբ հանդիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Կտրիչ Ներսիսյանը, 4-ով եւ անունը դրեցին կոնսենսուս -1։ Այսինքն այս 4-ը մի թիմ են, իհարկե այստեղ արդեն Սամվել Կարապետյանն ավելանում, ես կարող եմ ավելին ասել, դեռ լավ ՀԱԿ-ը գալիս է, վատն են, լավն են, գոնե քաղաքականություն բառը գիտեն ինչ է նշանակում։ Հայկ Մարությանն է գալիս, իհարկե։ Հայկ Մարությանն է գալիս, մասնակցելու է համապետական նկրտումներով։ Չէ, համապետական ընտրություններին ընտրած, այո։ Այսինքն քաղաքապետի ընտրություններից հետո մարդը տեսավ Դոգի հետ ու Թևանյանի հետ, որ ուղիղ եթերով միասին կիսում էին արդեն ով ինչ բաժիններա, չէ, կառավարելու։ Չստացվեց, չնայած պատրաստ էր դրան, անկախ նրանից, որ իր ընտանիքին նույնպես ես դեմ եմ, որ ընտանիքին վիրավորվի, mən դեմ եմ, ես դատապարտում եմ։ Հա, բայց մարդը անդրադարձել էր, հետո այդ մարդու հետ նստել է, քննարկում էր, թե բայց ով լինի քաղաքապետը, ով բաժնի։ Հա, չէ, ինքը դասին, եթե ես լինեմ քաղաքապետ։ Հետո մանդատը չվերցրեց, նա այսինքն չգնաց աշխատելու ժողովրդի համար, խաբեց, ասեց ես գնամ աշխատեմ։ Տեսավ չէ, եթե քաղաքապետ չի լինում, հավաքանի խի պիտի մնամ։ Դա ինձ վայել չէ, հա? Գնաց։ Տարի ու կես, համարյա 2 տարի, դա ամռանը կլինի 2 տարի։ Կորավ քաղաքական ասպարեզից, ոչ մի քաղաքական հայտարարություն, ոչ մի ակցիա, ոչ մի առաջարկ, ոչ մի օրենսդրական չգիտեմ ինչ, ոչ մի բան, բայց հեսա սկսվում է 26 թվականի ընտրությունները եւ պարզվում է, որ Հայկ Մարությանը պատրաստ է։ Մանն է, էլի մեր քաղաքական դաշտի խոպանջին է։ Բայց ես շատ հաճույքով ուզում եմ, որ այդ մասնակիցների մեջ ավելանա եւս մեկը։ Արձականությանը։ Ես էլ եմ ուզում։ Ես ինձ դուր է գալիս։ Իրա ելույթները դա ակադեմիական գլուխ գործոցներ։ Նախ ինքը կոտրում է այն սուր անկյունները, որոնք լինում են, մանավանդ հայաստանյան այս վերաանկախացման process-ների շրջանում շատ անզիջում է, չէ, խոսույթից սկսած մինչև գործողություններ շատ սուր է, ու ինքը կարողանում է փափկացնել այդ սաղ, ինքը երեք գիտես ինչ ասեց։ Մի 10 վայրկյան անց երեք գիտես ինչ ասեց։ Ասեց ես գործը ուղմանն եմ։ Հա։ Ես գործուղման եմ
Իմ գործերով։ Իմ գործերով։ Իրան գործում Իրան գործուղել է։ Տիգրան Արձականյան գործողում է, Ես անգամ սիրով Տիգրան Արձականյանին կարավիրեմ իմ տաղավար, Ես նույնպես։ շփում հաղորդման։ Ես նույնպես։ Շփենք, որովհետև ինձ թվում է, ինքը շատ լարվում է։ Թե չէ դժվար թե էլի, այդպես բարբարով շատ է ինքը խոսում։ Իսկ ես սիրում եմ մեր բոլոր բայց ինքը ուզում է այդ բարբարը թողի մի կողմ։ Ուզում է գրական հայերենով Գրական խոսի։ հայերենով խոսի։ Ու չի ստացվում։ Մսեր բացում։ Մենք ունենք մի դասական էլ լուսահոգի դասական Գալուս Սահակյանը, հիշում ես, որ երեխաները պետք է ուտեն, որ մեծանան, չէ՞։ Թե երեխաները Հա, պետք բայց է ինքը բացարձակ ճշմարտություններ է լրիվ, ասում։ Ես ոսս նայում եմ, շատ լավ ճշմարտություններ է ասում։ Երեխաները պարտավոր են մեծանալ։ Ասեմ բնության օրենք է։ Չէ, ախր ուղղակի այս պահին այս վարքյանին չեն կարա հիշենք այդ գլուխ գործոցները, որովհետև շատ են։ Շատ։ Ամեն դեպքում վերադառնանք 26 թվականին։ Դու 26 թվականին ընթառաջ ինչ կանխատեսումներ ունես։ Ես ներողություն։ Ես չեմ շտապի դեռևս, ասեմ ինչու։ Ճիշտ է, բոլորս հասկանում ենք, որ արդեն ֆազ ստարտա սկսվել մի հատ։ Ես դա սկսվել է դեռ հունիս-հուլիս ամիսներից։ Հունիս-հուլիս, ես կարելի է ասել նաև 24 թվականից ինչ որ բաներ սկսվեց ակտիվանալ։ Հունիս-հուլիսից ավելի ուրվագծվեց, ինչա ստացվելու 26-ին ընթառաջ։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ բոլոր կողմերը իրենց ողջ ներուժը չեն ցուցադրում դեռևս։ Ինչ որ ավելի պարտիզանական բախումներ ա գնում փոխաբերական իմաստով քաղաքական դաշտում։ Իհարկե բավականին սուր, իհարկե բավականին sense ամուր, բայց ոչ ամբողջ թափով դեռևս։ Ինձ համար շատ հաճելի է ցավոք ուշացած քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների իրենց անձնական էջերով ակտիվացումները։ Բացատրական աշխատանքները ես կամ այն օրենքի կամ ներսի խոհանոցային անցուդարձի ոլորտային падգամավորների ներկայանալը։ Ես կարծում եմ մի փոքր ուշացած է, բայց դեռևս աշխատող։ Լավ է, քան երբեք։ Ինձ շատ դուր է գալիս այս վերջին շրջանում, չնայած ես միշտ եմ քննադատել առողջապահության նախարարին, բայց ինձ սկսել է շատ դուր գալ, որ նա սկսել է անմիջականորեն շփվել իր հետևորդների հետ, նախարարը։ Հա։ Նաև կրթության նախարարը, ում ուղղությամբ շատ քարեր են նետվել, անխնա ձևով, բայց ինքը այդ շփումները ամենակարևորն են, որովհետև գիտնականները պարզել են անգլիացի։ Լավա չէ, այդ է ուզում ասել, լավա չէ։ Բրիտանացի գիտնականները պարզել են չէ իսկապես, որ երջանկության էլեմենտը շփումներում է, շփումների մեջ է։ Հետևաբար մեկուսացումը դեպրեսիան է։ Կոչումը ականջալուր լիներ։ Դրա համար եմ հաղորդումը կոչում ազատ շփում։ Նայ։ Մենք ազատորեն շփվում ենք։ Հիմա 26 թվականին այնուամենայնիվ ես կարծում եմ մեր հանրությունը արի ցանկություն ասեմ, քան թե կանխատեսումը։ Ես շատ կցանկանամ ազգային ժողովում չտեսնել իրենց ռադիկալ հռչակած ընդդիմությանը։ Առհասարակ ընդդիմությունը որոշակիորեն պիտի ռադիկալ լինի, բայց չպիտի վայրենի լինի։ Ռադիկալ պետքա լինի։ Իօգուտ պետության, այո։ Իսկ մեր ընդդիմությունը խորհրդարանական շատ վատ է իրան բայել։ Չափազանցված։ Նա միայն տարի ու կես հետ պատերազմյան Հայաստանում արգելապատնեշ էր դրել եւ չէր թողնում, որ անվտանգության հարցերի հանձնաժողով ձևավորվի։ Ես այս ամեն ինչն եմ հիշում։ Նրանք 2 տարի աշխատանքի բացարձակ չեն եկել։ Պարգևավճար, բայց 3 միլիոն ստացան, հա, ստացել են։ Իրանք էլ են հուզվել։ Մենք այսքան բան չենք արել, ինչի համար ենք ստացել, հա։ Չէ, չեմ կարծում, որ ասացել են ինչի համար ենք ստացել ուժեղ ընդդիմություն, իսկ ուժեղ ընդդիմություն կա։ Մյուս կողմից հարց է, մեր հասարակությունը, որը ստիպված էր եւս 5 տարի հանուն պետության գիտակցաբար պահել այսօրվա իշխանությանը, որովհետեւ հասկանում է, որ այսօրվա իշխանությունով առայժմ կարա իր պետությունը որքան արդյունավետության օգտակարության գործակիցը դնենք մի կողմ, բայց ավելի մեծ ուժ, որը կարար դիմագրավեր
այսքան եղած հարվածներին։ ռիսկերին, դե հիմա ես այդ ռիսկերից Չէ, մենակ ռիսկերին հիմա չէ։ չէ, նայ, ես հիմա այդ ռիսկերից մի օրինակ կբերեմ։ Իսկ եթե իրանք չլինեին, ոնց կլներ։ Մարտ-ապրիլ ամիսներին դու արդեն ծանոթացել ես այդ ինֆորմացիային Մարկ Ռուբիոյի հրապարակած, այսինքն պատերազմ կարար լիներ, որտեղ հենց այդ նույն այդ ժամանակ Ալիևը առավոտից իրիկուն խոսում էր Սյունիքի Միջանցքը, եթե չեն տալիս ես ուժով կանգնեցրել այդ ամենը։ ապրես։ Այո, բայց դե տես Իսկ մեր սիրուն աշկերի համար մեր սիրուն աշկերի համար են արել, իրանք շահի համար են արել առաջի իհարկե։ Բայց մենք էլ դադարում ենք լինել սեղանի վրա, մենք սկսում ենք լինել սեղանի շուրջ։ Հա, Չէ, մենք մեզ արդեն չեն մատակարարում որպես ուտես, այլ մենք նստում ենք ճաշկերույթի մի մասնակիցների հետ։ Բդից մի կտրում, ոչ թե մենք կայտնի արդեն թող մտածեն։ Բայց ելի եմ կրկնում, մեզ լավ ընդդիմություն պետք է։ Ու ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը եթե լինեն ժողովրդավար ուժերից, ասենք օրինակ Բաբաջանյանը, օրինակ Արամը Սարգսյան ընդունված է։ Այլ բաներ են տարածում, որ Արամ Սարգսյանը, Հանրապետություն կուսակցությունն ու ԿՊ-ն նույնս նույնական են բան։ Չէ, այո, նրանք աշխատել են իրար, դե կներեք, Հայաստանի միջավայրում բոլորիս հետ գրեթե աշխատել են։ Մարդը պետական շահը իր համար կարևոր է։ Բայց Արամ Սարգսյանը երբեմն շատ խորքային է քննադատում իշխանությանը ու շատ մասնագիտական տվյալներով, այո, շատ գրագետ ձևով, շատ մանրակրկիտ ներկայացնելով իր պայծառ։ Եվ ընդդիմությունը այստեղ շատ լավ նկատում է, որ ընդդիմադիր դաշտը կարող է իր ձեռքից փախնի ու սկսում է փոխանակ խորամուխ լինել առաջարկվող թեմաների մեջ ու քննադատության մեջ, սկսում է ծաղրել KGB-ի գործելավոճը, ծաղրել, արժե զրկել այդ ամեն ինչը։ Ես հավատում եմ, որ կարող է լինել նման բան։ Ունեմ նաև կարծիք, որ ամեն դեպքում Սամվել Կարապետյանի մեր ձևիցների շուրջ կոնսոլիդացիան կլինի, առաջին համարով իրենք հանդես կգան։ Ես այդպիսի տպավորություն ունեմ։ Որպես պրոքոչայանական ուժեր, պրոռուսական դաշտը հիմա իրար մեջ կռիվ են անում, ով է առաջին համարը։ Իրար ինչ ասես կասեն, այդ չի հարցը։ Մեկը պայմանավորվածությունները վերջում գրասենյակը ոնց ասի, տենց է լինելու։ Բայց առաջին համար ամեն դեպքում կարծում եմ ձևիցները կլինեն, իմիջիայլոց խոստացել են առաջիկայում հրապարակել իրենց առաջին համարի անունը, հա, ում շուրջ որ պետքա ես դու բոլորս միասին համերաշխիքով։ Այս սիրուն տղեն չի լինի։ Չգիտեմ, բայց ինքը դեռևս որպես քաղաքական կուսակցության առաջին համար, բան տես չի ներկայացել, ու տես բոլորը իբր նստած բերանները բաց սպասում են դրան։ Դե որտեվ ինքը ասում էր իշխանության համաբերանները սա մնացել։ Դե հա, դե մարդը հոր տղեն է, ինչ անում։ Դու որ ասեցիր իշխանությունը ականջալուր է ժողովրդին, ասասներին, նաև որոշ քաղաքական գործիչներ, ես միացած ռևերանս եմ անում, մի փոքր թուլացնեմ, ամեն դեպքում նախատոնական շրջան է, այս մարդկանց ուշադրությունը այդ բդերից բաներ շատ չշեղենք, էլի։ Լավ, դրա մասին մենք խոսենք մեր տոնական այո։ Չինացիները հետաքրքիր բան են արել, որ մի հատ դեպք է եղել հիվանդանոցում, չինական հիվանդանոցում, մի հատ հիվանդի են բերել, կին, մի հատ կնոջ են բերել, որի վրա ինչ-որ ծանր իր անգել ու սենց կտրել ականջախառը թեշով թափել է։ Հիմա մտածել են ինչ անենք, ինչ չանենք, որ կարողանանք այս ականջը պահպանենք։ Դե ականջը վերականգնել այլ կերպ հնարավոր չի, արհեստական ականջը որ մարդկությունը չի ստեղծել, լիքը բաներ կա։ Եվ քանի որ ականջի այդ հյուսվածքները, այդ երակները համապատասխանում են ոտնաթաթի վերևի մասի հյուսվածքների ականջներին, պատվաստել են ոտի վրա այդ ականջը։ Ափսոս ես նկարը չհասրեցի տայի, համել ինքը մի քիչ դաշան, հա։ Ինչի, որ չէ, ամբողջ կընտինեն, հա, որ ինքը ոտով չի լսում, բայց երբ որ ես նկարը առավոտից իրիկուն ինքը այդ ականջը տեսնում, հա։ Հետո երբ որ արդեն վերականգնվել է այդ վերքերը, այդ ականջի տեղում ժամանակավոր, հա, բայց դե հիմա դու պատկերացնում ես այդ մարդու ընտանիքի անդամների վիճակը, հա, մի կողմից մամարի մոտ ականջի բան ասում ու փոխարեն գլխի մոտ է կանալու գնում ոտին։
Լավ, բայց սա լրջագույն առաջխաղացման մասին է խոսքը։ Հա, իհարկե։ Կատակը կատակ։ Հա։ Իսկ հիմա լավանմա ու Արդեն դրել են։ Արդեն դրել ու Հա, հետ են դրել ու աշխատում է։ Դու լսողությունը չգիտեմ ոնց է։ Ահա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում դեռևս ցավոք սրտի քաղաքական լրջագույն ղեկավարների որդիները տարական ծննդաբերությունը այլ երկրում են իրականացնում։ Բայց դու իմացար, որ Հայաստանում ռոբոտներով վիրահատություն են իրականացրել։ Այսինքն ես մի քիչ բժշկական բաները շատ չեմ, կարող է չհավատաս, բայց ես այն տղամարդկանցից եմ, ովքեր շամպես վախենում են սպրիչից, ներարկիցից։ Սրսկել։ Հա, ես իմ դիմաց չգիտեմ, թանակով, զենքով դուրս գան կարող է ես ոչ մի բան, բայց որ այդ ներարկիչը տենում եմ, Դե բանա, մանկական հիշողությունները։ Բայց որտեղից կարող է լինել։ Ես մի անգամ իմիջայլոց ունեցել եմ կներես, ես այսօր քեզ շատ եմ ընդհատում լսի։ Մի հատ հետաքրքիր գիտես ինչ է ստենց։ Հա, ունենք։ Ինչ է ստենց հիշում։ Որտեղ դու հիշում ես այն ժամանակ ապրեց, երբ որ այդ երեխեն երբ որ տենում է այդ դաժան ցինկի ամանը բլբլտացող ջրից հանում է այդ եկքա բանը 10 տարի առաջ տարել էինք բանի պրիվիվկի պատվաստման մտել եմ պոլիկլինիկա տեսել եմ ես այդ ափսեները իհարկե ուրիշ բանի համար է երևի օգտագործվում սարսափելի բայց տեսա այսպես կարելի ասել կծեցի կնոջս գիրկու փախա ես հիշում եմ նույնիսկ կոչում էր ավտոկլավ Որի մեջ է հիշում ես մազեիկային բանից մետլախից մազեիկը պատին որ հավաքում էին բան նուպագազի բան Հա բայց ես մի անգամ առիթ ունեցել եմ առողջապահության նախարարի հետ խոսելու ու ասել եմ որ խնդրում եմ գոնե այն մեծ ծրագրեր է իրականացվում Հայաստանում շատ պոլիկլինիկաներ են հիմնանորոգվում, վերանորոգվում, տեխնիկայով հագենում եւ այլն, ինչը շատ գովելի է, շատ լավ է, եւ դա այն ոլորտն է, որ որոշ բաներ պատկանում են քաղաքապետարանին, որոշ, այսինքն ներքին փաստաթղթային շրջանառությունը, կոնսենսուսները խիստ անհրաժեշտ են լինում։ Ու ստացվում է, կարծես, շատ լավ գնում է առաջ, բայց ես առաջարկում եմ, որ այդ որոնք որ անում են մանկական բաժինը գույներով անեն։ Հա Գույներով անեն, որովհետև իմ կարծիքով այս տրավմաները մեր մոտ կա, նաև գույների պակասությունից է։ Կամ մեր դպրոցները նույն ձևով։ Դու տեսել ես այն ֆոկուսնիկ բժիշկներին։ Բարի ամենաիրական իմաստով։ Ինքը գալիս է ասենք կոնֆետներով, բաներով, ինչ որ sense բաներ անում, ձեռը, բայց այդ երեխան երբ որ ինքը այդ երեխուն սրսկում է, այդ երեխան չի զգում, որ ինքը սրսկվեց։ Բայց դա պետության պարտավորությունը չի բժշկի վրա։ Դա արդեն բժիշկը ինքնուրույն է որոշել անի, ինչ որ լավ բան։ Ինչը ես այս վերջերս նկատում եմ, մեզ մոտ էլ կարծես ակտիվանում է ալտերնատիվ ձևերով սպասարկումները։ Ես մեր բժիշկների շատ եմ սիրում։ Լսի, բայց Արթուր ջան հարգանքներս։ Ես էլ եմ փոխանցում իմ հարգանքները իմ բժիշկներին, հա, ու Վահան ջան հարգանքներս, սրտի բժիշկներ, հա, բայց գիտես մեր կյանքը ձեր ձեռքում է, եկես ջան ջիգարին կապեք։ Երբ որ մտնում ես այդ դուռը բացում, մտնում ես, ձեր ցավը տանում, ժպտացեք։ Մի քիչ էլ աշու, այնքան հոգնած են իրանք, եւ երևի օբյեկտիվ է, որ հոգնած են, բայց այդ հոգնածությունը որ տենում ես, դու արդեն սարսափում ես։ Կարող մտից ելել եմ։ Կարող մարդը մոռացել է ինչներ կոնկրետ։ Դե մենք ոնց է։ Բայց մենք ունենք իսկապես անգամ այդ ոլորտը այնքան է զարգացել ու մեր բժիշկներն էլ իրենց վրա շատ աշխատում են, այնքան որ Հայաստանում շրջանառվում է առաջարկ կամ պատկերացումներ կամ խոսույթ բժշկական туриզմ զարգացնելու ուղղությամբ։ Ու օտար երկրներից մեր հայրենակիցները, գիտեք, մեր Սփյուռքը այդ իմաստով ամենալավ կներեք այս բառը, ես դրական իմաստով եմ օգտագործում, ամենալավ ինդիկատորն է։ Նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում ամենատարբեր կուլտուրաներով, գալիս են Հայաստան բժիշկների մասին ինչ որ խոսում են, դա կարևոր է, ենթակառուցվածքների մասին ինչ խոսում են, դա կարևոր է, եւ էլի տես բաներ։ Ինչ անենք, ժամանակ էլ չունենք, թե կարող եմ բացարձակ չունենք։ Չէ։ Դե գնացինք տուն։ Գնացինք։ Ամենայն բարիք ձեզ, սև ու սպիտակներ, լավ եղեք եւ մենք կհանդիպենք եւս մեկ անգամ, այս անգամ արդեն ամանորյա տոնական թողարկումով, ընդ որում շատ
ծիծաղելու, շատ ուրախ թողարկումա լինելու, բայց ժողովուրդ ջան, մտնում եք, լավ բաներ եք գրում, մի քիչ է տարածեք էլի։ Հա, ես համաձայն եմ։ Ճիշտ չէ։ Տարածում են էլ բայց։ Հա, տարածում են, բայց ավելի շատ։ Որովհետև մենք ուզում ենք ավելի բարելավենք ամեն ինչ։ Այո։ Իսկ դրանք որոշակի միջոցներ Հաղորդման ապագան ձեր ձեռքերում է։ Լավ մնացեք։